Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, Արցախյան միակ մարզական կազմակերպության վերադարձ Քյոկուշին կարատեի ակումբի սաները հայտնվել են փողոցում անհիմն որոշումների պատճառով նրանց չեն թույլատրում օգտվել դպրոցի մարզադահլիճից։ Այսինքն Հայաստանի Հանրապետության համար արցախցիների համատեղ մարզումը նպատակահարմար չի համարվում։ Այսուհետ մենք մարզումները շարունակելու ենք դրսում մինչև մեր հարցի դրական լուծում ստանալը։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 70 երեխայի նկատմամբ հոգեբանական բռնաճնշումը և ֆիզիկական բռնաճնշման սպառնալիքը հրատապ հարց չէ, և իմ հանդիպումը նախարարի հետ կազմակերպումը ոչ թե նախարարի հետ, այլ փոխնախարարի հետ, այն էլ մյուս շաբաթ։ Դա հրատապ հարց չի, դա հավայի հարց է, որ կարելի է աչքի տակով նայել։ Այդ ձևի վերաբերմունք է ցուցաբերում արցախցի երեխաներին նկատմամբ։ Մենք մեր մարզումները շարունակելու ենք դրսում 164-րդ դպրոցի հարակից տարածքում գտնվող մարզահրապարակում։ Իմ աշակերտները բոլորը ներկայանան պարտադիր, բացի մանկահասակներից, իրենց հետ ունենան ցատկապարաններ։ Մենք շարունակելու ենք մեր մարզումները անկախ ամեն ինչից։ Վերադարձ Քյոկուշին կարատեի մարզական ակումբը, որը հանդիսանում է Արցախի Քյոկուշին կարատեի ֆեդերացիայի իրավահաջորդը, անկախ ամեն ինչից գործելու է Հայաստանում, անկախ բոլոր բռնաճնշումներից, դա լինի հոգեբանական, ֆիզիկական, թե ինչ, մենք մեր երեխաները այստեղ մեր մարզումները շարունակելու են։ Մենք մարզվելու ենք դրսում, մինչև մենք ունենանք կամ նոր մարզադահլիճ, կամ մեզ թույլատրեն օգտվել այն մարզադահլիճից, որից օգտվել ենք մենք 2 տարի։ Ես խնդրում եմ այն մարդկանց, ովքեր որ իմ հետ են, լինեն իմ հետ, ովքեր որ իմ հետ չեն, այսուհետ էլ իմ հետ չլինեն։